Հունվարի 31-ին ժամը 17:24-ին վթար է տեղի ունեցել Թալին-Մաստարա ավտոճանապարհին։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կիլոմետրում ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց խոտի եւ բախվել Volkswagen մակնիշի ավտոմեքենային։ Արդյունքում տուժել է 10 քաղաքացի։ Տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գյումրում օր եւ մանկան ավստրիական հիվանդանոց է տարվել Մասիսի շրջանի Այնթափ գյուղի 3 բնակիչ՝ հնգամյա երեխա եւ նրա ծնողները։ Վերջիններս այնուհետև տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Ավելի ուշ բժշկական կենտրոն է դիմել նույն վթարից տուժած եւս 3 քաղաքացի։ Մնացած վիրավորները տեղափոխվել են Մարալիկի հիվանդանոց։ Նրանց նույնպես ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն։ Վթարի մանրամասները պարզում են իրավապահները։ Շտաբօգնությամբ Գյումրում օր եւ մանկան ավստրիական հիվանդանոց բերվել է 5 տարեկան երեխա եւ իրեն ծնողների հետ նաեւ շտաբօգնության մեքենայով առաջօգնությունը բոլորին էլ ցուցաբերվել է, երեխան իհարկե հոսպիտալիզացվել է մեր մոտ, իսկ ծնողները թեթև տրավմայի տարբեր աստիճաններով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն։ Երեխայի մոտ դիագնոզվել է գանգուղեղային փակ վնասվածք, ծոծրակային շրջանի վերքեր, առաջօգնությունը ցույց է տրվել, հետազոտվել է շատ մանրակրկիտ տարբեր գործիքային հետազոտությունների արդյունքում, ուրիշ ախտորոշումներ չեն հայտնաբերվել, ուրիշ վիճակներ եւ ամեն դեպքում հսկողության համար պարգևվել է հիվանդանոցում։ Այսօր արդեն բավարար վիճակում ծնողները պատրաստվում են երեխային տանել տուն։ Երեկոյան 7-ի կողմ բերվել են հիվանդներ, թվով 4-ը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, որոշ հիվանդներ հետազոտվել են ամբուլատոր ձևով, ստացել են բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ 2 հիվանդ այդ հիվանդներից ընդունվել են մեր մոտ տարբեր բաժանմունքներ։ Մեկ հիվանդ ընդունվել է վիրաբուժական բաժանմունք, ուրեմն գանգուղեղային փակ վնասվածքով եւ տարբեր քերծվածքներով մարմնի տարբեր մասերում, եւ մյուս հիվանդն էլ ընդունվել է անրագոսկրի կոտրվածքով վնասվածքաբանական բաժանմունք։ Այսօր եւս մեկը դիմել է ամբուլատոր օգնության, հետազոտվել է վիրաբուժի կողմից եւ հավանաբար գնում է տուն։